Ցավոք սրտի մեր ժողովրդի հոգին ապականվեց, ապշած է Գագիկ Սարգսյանի այդ հավաքածուն տեսնելով, ես եթե 2 րոպե լինեի այդ սրահում, սրտի կաթվածից կմեռնայի, գիտեք ինչ, իմ դստեր ընկերը ուներ փոքրիկ բուլդոգ, կարծեմ ես իր մասին գրեցի, 2 տարի առաջ ես իրենց տանը մնացի մի ամիս, և այդ բուլդոգը միշտ ինձ մոտ էր գալիս, չգիտեմ ինչու, և արևահարվեց, հետո հիվանդանոցում վերջին շնչում մահանում էր, և ես աղոթեցի Սուրբ Ֆրանցիսին, Սուրբ Ֆրանցիս կազեցություն, և կատարվեց հրաշք, մի քանի ժամ հետո այդ մահացած բուլդոգը վերակենդանացավ, սկսեց ուտել և ինչպես թե վկայություն էր բոլորին, հիվանդանոցում էլ ապշել էին, դա բացառիկ հրաշք էր, և դրանից հետո իմ դստեր ընկերը դարձի եկավ կաթոլիկ հավատքի, որտև այնքան տպավորիչ էր այդ հրաշքը, և ինքը շատ զբաղված է, Breitbart միլիոնավոր այդ հետևորդներ ունի, դրա տեխնիկալ դիրեկտորն է, միշտ ֆիլմեր է անում, իմ դուստրը շատ հաճախ իր տանն էր պահում այդ շնիկին, և մի 4 օր առաջ, և որովհետև իրենք զբաղված էին, մանավանդ հիմա, շնիկին թողել էին Փենսիլվանիայում այդ տղայի մոր տանը, և շատ նման տալիս, մի 4 օր առաջ իմացանք, որ մահացած ընկել է, Sergeant Casgrove, այդպես էր իր անունը, իրենց քարթուն քարակտերներից մեկը, և գիտեք ինչ, ես կյանքում այսպիսի բան ես չեմ տեսել, ես ունեմ ծիտիկներ, շուն ճիշտ է չեմ ունեցել, ծիտիկների շատ սիրում եմ, նրանք ազատ են, վայրենի են, բայց իմն են, անգամ իմ ձայնը գիտեն իրենք, բայց ես չէի պատկերացնում, ուրեմն մի սքի մեջ եմ մտել, 3-4 օր արցունքս չի կանգնում, հիշում էի իր ամեն մի շարժումը Casgroveի, և գիտեք ինչ, երբ որ ինձ հարցնում էին ինչու ես այդքան տխուր, ինչ է պատահել Աննա, ամաչում էի ասել մեր շունը մահացել է, դա ինչ բան է, կարող է հոգեկան հիվանդ եմ, անգամ տեսա շուն պահողներին, այստեղ մեզ մոտ շատ կան իմ հարևանության մեջ, և իրենք ասացին, որ դա այնքան նորմալ է, որովհետև քո պահած շունը ինչպես քո երեխան է դառնում, և սիրելիներս, ինչ եմ ուզում ասել, կենդանի և մարդու կապը շատ միստիկ է, Սուրբ Եփրեմ ասորացին, երիտասարդ ժամանակ դեռ դարձի չեկած, կով եզ էր կարծեմ վազեցրել, հղի կով էր վազեցրել, հղի կովը այնքան էր վազեցրել իր ազարտի մեջ, որ կովը սատկած ընկել էր, և նա դարձի գալուց հետո մինչև իր կյանքի վերջը չէր մոռանում դա իր սադիզմը, մշտապես արցունքներով հիշում էր այդ մեռած հղի կովին, պարոն Ծառուկյան, Քրիստոսի արձան ես դնում, դու այդ սկելետների, այդ գազանների, մումիաների մեջ, ինչպես էր քեզ զգում, դա է քո հոգին, և եթե հոգեբանական գիտության անալիզը նայում ենք, դուք հոգեկան հիվանդ ենք, որտև ոչ մի մարդ դա չի կարող տանել, դա շահերի, այս մուսուլմանական թագավորների, այդ խալիֆների ձեռագիրն է, տանջամահանել և լավ զգալ իրենց, նրանք անգամ ունեն մարդկային այս մումիաները, ինչքան լսում ենք, և ես ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի կատարած արարքը, և սա հենց Սարոկյանի անձին չի վերաբերվում,
Սա ծառուկյանիզմի արմատախիլ անել է հայոց մտքից, իմացեք դա, և այդ միտքը ապականված է, շահանշահ չեք դուք, ով մտնում է մի բուն ունի կամ մի տնտեսություն ունի, մի տուն ունի, իրեն երևակայում է թագավոր, դա ամենամեծ մեղքն է, սրբերը ասում են աշխարհում ապրի որպես թափառական, անգամ քո տան հետ կապված չլինես, և ահա Այդ շահանշահի ու մուսուլմանական այս բարեկեցության լինելու այս մոլուցքը կա ձեր մեջ, տարթատ երորդը, որ պալատներ ուներ, իհարկե արաբները թուրքերը բոլոր քանդել են, բայց հռոմեական պալատներ ուներ ինքը, ամբողջ Էջմիածնից մինչև Արարատյան դաշտը ներառյալ, և ահա, թողեց իր պալատները գնացել քարանձավում էր ապրում, կռապաշները գնացիք սպանեցիք իրեն, հետո էլ ասում եք, քրիստոնեությունը գցեց մեր ազգին, փոքրացրեց մեր ազգը, դուք եք փոքրացրել, գայլի պես հոշոտում եք, այդ որ հիմա այդ քարտեզը Հայաստանի իբր դրած դոշներին ման են գալիս, ով է կարծել այդ Հայաստանը, դուք, ուրիշ ոչ մեկը, չմեղադրեք ոչ մեկին, ոչ ռուսը, ոչ թուրքը, մարդ պետք է ունենա քաղաքական միտք, ձեր միտքը շեղված է, դուք բոլորդ ուզում եք շահանշահ լինել, և ահա, այդքան բացական բաներ է գրում Գագիկ Ծառուկյանի պաշտպանությանը կամ Սերժ Սարգսյանի, չհասկացա, ես եմ այնտեղ եղել, այդ ո՞նց եղավ սովետի ժամանակ բոլորս նույն դասակարգի մարդիկ էին, կային, որ ասենք կոմունիստական կուսակցության հատուկ խանութներ կան և այլն, բայց ոչ մեկը շահանշահ չէր, և ահա ծալեցին այս խաները իդեմս Գագիկ Ծառուկյանների և Սերժիկ Սարգսյանների և չգիտեմ ում, ես ոչ շփվել եմ դրանց հետ, ոչ էլ զբաղված եմ եղել դրանցով, ես շատ կարևոր գործեր եմ արել և Հայաստանում և այստեղ, և ես ունեմ աղքատության ուխտ, հիշեք դա, ես կարող եմ ունենալ մեծ փողեր, բայց այս դար մեծ փողեր ունենալ նշանակում է կոմպրոմիսի գնալ քո հոգևոր արժեքների հետ և քո խղճի հետ, դա չի պատահելու ինձ հետ, կմեռնեմ փողոցում, բայց կմեռնեմ որպես Քրիստոսի զավակ, աղքատությունը սիրելով, Աստված թող կոչի սա աղքատություն, բայց հանունատած, ես հայ ժողովրդի և Միացյալ Նահանգների ամենաաղքատ մարդն եմ, փառք Տեր Աստված, ոչինչ չունեմ այստեղ կապված, և այդ փաստորեն մարդասպանության հավասար է կենդանիներին տանջելը, հիշեք, սա Աստծո օրենքն է, մարդասպանությանը հավասար է կենդանիների տանջելը և կենդանի տանջողը գնում է դժոխք, սա չմոռանաք, և նորից մեր ազգի մեջ այս սադիզմը կա, այսինքն թե դուք ձեր կանանց եք ստորացրել, դուք տղամարդ եք, դուք ձեր ուժը այդ շները գայլերի առուզների վրա է պատում, և ես ինչ գիտեմ այդ առուզների վանդակում ինչ օրջիներ են արել, և փառք Աստծո, որ մի առուզ մահացավ, ազատվեց Ծառուկյաններից, Ծառուկյանիզմից, և ձեր առջև դրված է խնդիր, որ լինեք հոգով աղքատ, եթե անգամ հարստություն ունեք, չգիտեմ ինչ ճանապարհով ինչպես կարող եք հարստություն ունենալ այդ աղքատ երկրում, դուք պետք է անկախ ապրեք ձեր ունեցածից, և մեծ տուն ունես մի հատ բուն սարքի գնա բնի մեջ ապրեր, որ իմանաս ինչ է նշանակում աղքատ հոգին, և Քրիստոս պալատների մեջ չէր ապրում, նա իր կյանքի մեծ մասը անց էր կացնում նաև բացօթյա տեղը քնելով, և երբ որ նա ճանապարհորդում էր մինչև Սամարիա իր քարոզություն անելու և հրաշքները ցույց տալու մարդկանց դարձի բերելու, բաուր ձեզ մոտ հիմա քահանան ու եպիսկոպոսն ասում է, չէ, ինձ թագավորի պես բայ, երեք ինչ չի աշխատում այդպես, Աստծո անեծքը այս ժողովրդի գլխին է, դուք պետք է իմ ասածները հասկանաք, ինչ հասկանան, 100 մարդ չի լսում, մեկ այնտեղ ապոշություններ է խոսում, ես ինչ հեքիաթներ է պատմում, ինչ շողոքորթություններ է անում, 100,000-ով են լսում, չլսեք ինձ, 100 մարդուց թող ավելի մարդ չլսի ինձ, որտեղ ես գիտեմ, որ հայ ժողովրդի մեջ մտային և ճիշտ հոգով ապրող մարդիկ 100-ից պակաս են անգամ